And now the last question from Shrant TV. Եվ վերջին հարցը Շանթ հեռուստաընկերություն։ Հարցը ուղղում եմ Եվրահանձնաժողովի նախագահին Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայան Հայաստանի եւ Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացը անցել է արդեն տեխնիկական փուլ։ Ինչպես է գնահատում մինչ այժմ գրանցված առաջընթացը եւ ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի գործընթացը չսահմանափակվի միայն բարեփոխումների իրականացմամբ, այլ հանգեցնի Հայաստանի քաղաքացիների համար տեսանելի արդյունքի եւ սկսի գործել առանց վիզայի ռեժիմ։ Եվ խնդրեմ, եթե հնարավոր է նշեք իրատեսական ժամկետներ։ Շնորհակալություն։ Thank you very much. First of all, I Շատ want to say շնորհակալություն, նախ ուզում եմ that ասեմ, Armenia որ is the only Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս ակտիվ վիզայի ազատականացման երկխոսության մեջ է Եվրոպական միության հետ։ Սա արդեն իսկ ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը։ Մենք ապրիլին հրապարակեցինք առաջընթացի գործողությունների ծրագրի հաշվետվություն։ Մենք գիտենք, որ դուք նվիրված եք այդ օրակարգին, շնորհակալություն ենք հայտնում դրա համար, շատ տպավորիչ է տեսնել այդ առաջընթացը եւ գիտենք, թե հաջորդի համար որքան կարեւոր է դա։ Գնահատման նոր առաքելություններ կգան, այս աշնանը առաքելություն կգա առաջընթացը եւ process-ը գնահատելու համար, մնացած հենանիշների ուղղությամբ թարգմանելով պարզ լեզվի, սա process է, որը առաջնորդվում է որոշ տարերի նվաճմամբ, դուք լավ ուղու վրա եք, դուք տքնաջան աշխատում եք այդ ուղղության վրա, ես դա գիտեմ, եւ բոլոր անհրաժեշտ տարերը բավարարելուց հետո մենք կարող ենք անցնել մեր առաջարկը վիզաներից ազատ ռեժիմի անցման։ Սա պարզապես անհրաժեշտ է բարեփոխումների որոշ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուն, եւ եթե դա ավարտվի, դուք կտրեք ֆինիշի գիծը։